շատ կարճ ինչ եմ առաջարկում։ Այն ինչ մասին պիտի խոսեմ, ես կալանավայրից այդ մասին գրել եմ։ Կարծեմ կալանավայրից էր, թե դրանից 1-2 օր առաջ։ Իսկապես պետք է ընդդիմությունը ճակատ կազմի։ Ընդդիմությունը ճակատ կազմի, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Հարցն այն է, որ տեսնում ես, որ այդ հնարավորությունը կա, բայց ցավոք սրտի առայժմ ինչ որ բացակայում այդ հնարավորության իրականացումը, ինչ նկատի ունեմ։ Առնվազն ես 4 բլոկ եմ տեսնում, որ կարող է հայտնվել ընտրությունների արդյունքում։ Լավ կլինի, կրկնում եմ, որպեսզի չշահարկվի, լավ կլինի, որ մինչև ընտրությունները այս իշխանություններից մենք կարողանանք ազատել, բայց այն ինչ որ ասում եմ, դա իրականացնելու դեպքում մենք կարող ենք գնալ ընտրությունների արդեն հաղթած վիճակով։ Ես նկատի ունեմ անդիմադիրի դաշտը։ Ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է, որպեսզի կարողանան մի հուշագիր ստորագրեն։ Այդ հուշագրի առաջին մասը հասկացա, մի քանիսի հետ զրուցել եմ այդ բլոկների ներկայացուցիչների, որ իրենք միասին կոալիցիային ձևավորելու եթե անցնեն խորհրդարան։ Բայց հասկացա, որ տարբեր պատճառով ինձ համար անընդունելի է, բայց գտնում եմ, որ չեն ուզում նույնանալ կամ այսպես կոալիցիա դառնալ հների հետ, սա իմիջիայլոց նարատիվը է, հին նորիտ իշխանությունների, որը այդ կուտը վերցրեց ընդդիմությունը, իրանք էլ են դա խաղում, բայց այնքան անհետ է դա։ Բայց գոնե կարողանան կամ միասնապար կամ առանցին հայտարարել, որ այդ բլոկներից որևէ մեկը կոալիցիա չի կազմելու իշխող քաղաքական ուժի հետ։ Գիտեք, այս կոալիցիայի հետ կապված ես կարծեմ բանը, վերջը մի խոսքով մի հայտնի խոսք է, ասում է, դե գիտության ամենամեծ թշնամին գիտությունն է։ Նրանք ասում են, մեկ էլ քաղաքացիական պայմանագիրը, այդ քայլարածները բան են վերցրել, ոնց թե տեսեք, մտածում են կոալիցիա կազմեն։ Եղբայր, բա ինչ պիտի անեն։ Այդ ակսիոմ է, առավելևս պարլամենտական հանրապետության դեպքում, ինչ կլինի, այո, պիտի կոալիցիա կազմեն, բա ինչ պիտի անեն։ Այն դեպքում, որ դուք 9%-անոց, չգիտեմ, ԿՊ-ին, քայլարածներին դուք տեր կանգնեցիք կոալիցիայով, որ հիմա դարձավ, ուրեմն Երևանի իշխող ուժը դարձավ 9% կրկնում եմ, որը ծիծաղելի է։ Իմիջիայլոց այս Արամ Սարգսյանի կուսակցության շնորհիվ հիմնականում, որովհետև նա այսպես ընդդիմադիր դիրքերից էր խոսում, մտավ եւ այլասերվեց մի անգամից, մեկ էլ դոգի այն 1-2 հոգին, որոնք ծախվեցին։ Հիմա եթե մարդիկ հայտարարում են, որ պետք է կոալիցիա լինի, դուք ասում եք, ոնց որ նենգություն է դա, չէ, եղբայր պիտի իսկապես կոալիցիա լինի եւ այդ կոալիցիան կլինի։ Ես վստահ եմ, եթե 5-րդ ուժիներ եմ տեսնում, 5-րդ բլոկին էլ հիմա չհայտարարեմ դրա մասին, հիմա խոսակցությունները գնում, որ նաեւ այդ 5-րդ բլոկը ձևավորվի, եթե իսկապես 60-ից 65% մարդիկ մասնակցեն ընտրությունների, այն ռուսի ասած «Բեսպիցի մինուտ» այս իշխանությունը չի լինելու։ Եվ վստահ եմ, որ ի վերջո ընդդիմությունը կունենա դա։ Հետո ճանապարհային քարտեզ ի վերջո ինչ պետք է արվի 1 թե 2 տարի հետո պետք է նոր ընտրություններ լինեն, չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետև շատ մանրամասը մի անգամ անդրադարձել եմ դրան։ Ուղղակի ցավն է, որ տեսնում եմ եւ ոչ միայն ես, որովհետև շատ էլ մեծ քաղաքագիտական խելք պետք չի ունենալ, որ հասկանալ, որ այսօր հնարավոր է այս իշխանություններից ազատվել։ Ցավն է, որ տեսնում ես, բայց առայժմ այդ քայլերը չկան։ Չեմ ուզում անդրադառնալ այսօր ժամանակի նկատի ունեմ պատճառով ընդդիմության գործունեությանը, մի բան պետք է ասեմ, որպես բանաձևում, հետագայում ես կանադառնամ ընդդիմությանը։ Ընդդիմությանը որևէ իշխանություններին չի պարտվել։ Ընդդիմությունը պարտվել է ինքն իրեն, եւ այսօր էլ շարունակում է ինքն իրեն պարտվել, որտեղ այն բացիլներ, ես դրանց բացիլ եմ անվանում, որոնք կան ընդդիմադիր դաշտում, այսպես վայնասուն են դրել Արցախի հետ կապված, մեր զոհված տղաների հետ կապված, պետության հետ կապված, թե ինչ է կատարվում Ջերմուկում եւ այլն, բայց խորհրդում նենք հարցեր են լուծում անձնական։ Ես շատ կուզենա, որ մինչև անդրադառնամ ընդդիմության գործունեությանը այս հարցերը լուծված լինի եւ ավելի շատ խոսենք դրական ակցենտներով, շեշտադրումներով ընդդիմության գործունեության մասին։ Կրկին անգամ շնորհակալություն Հայելիին, Անժելա Թովմասյանին այս հնարավորությունը ընձեռելու համար, բարին ընդ ձեզ, մինչև նոր հանդիպում։